Բարև ձեզ, Հայկ ջան, ես մի բան եի ուզում հարցնել տնայինի հետ կապված, այդ տնայինում, որ ինչ որ պետքա որ ստանանք, ուզում եի հասկանալ նախ ինչ է այդ input-ում լինելու, որ դրանից էլ հետո ինչն ենք ստանում, էլի։ Չգիտեմ, լավ բացատրեցիք թե չէ։ Input-ում ոնց էր ֆոլդերի հղում օրինակ, Հա, այդ ուզում եմ հասկանալ, հղում ենք ստանում, dictionary ենք ստանում, ինչ ենք, էլի։ Այնտեղ 3 հատ բան կա, չէ՞, խնդիր կա, որ պետքա լուծենք ու բոլորում նույնն է, նույնն ենք ստանալու։ Ուզում եմ հասկանամ, սկիզբը ինչ ա ու ինչ ենք գնում, ուր ենք գնում, էլի, տենց ասեմ, լավ։ ոնց էր բան, այս պրոյեկտները ընդհանուր տենց հետագայում էլ որ չափով ավելի բաց են ձևակերպված լինելու, այսինքն կարակ փոփոխեք ինչ որ բաներ ձեր ճաշակով անեք։ Իմ պատկերացնելով ամենահարմար ձևը կլինի այն, որ մուտքում ստանա ինչ որ մի հատ string, որը կլինի ֆոլդերի անուն կամ ֆոլդերի հասցե։ Ու այդ ֆոլդերի մեջի բոլոր ֆայլերի համար աշխատի։ Բոլոր քայլերը անի այդ ֆոլդերի ֆայլերի համար, էլի։ Հա, այսինքն 3 հատ խնդիրն էլ աղբյուրում ոնց որ գալիս է այդ ֆոլդերի link ստանալը, չէ՞։ Հա, Հա, վсё, օքեյ, ինձ պետք էր թե ինչից ուր ենք գնում, էլի։ Հա, ըհը, մերսի շատ։ շատ բարի։ Էլի հարցեր ժողովուրդ։ 5, 4, 3, 2, 1։ Okay, լավ, դե դեպքում անցնենք տեսությանը մեր։ Դե ժոր տեսական դաս ենք անում ու տենց շատ գրավիչ թեմայով, այսինքն ինչ-որ կարմիր էրորներ բանան, որ սենց լինում է, սենց վախացնող նայում են մեր վրա, ոնց իրանց հարցերը լուծենք, error handling կամ exception handling, ու հա, թեման դա է։ Եկեք որպես տենց օրինակ պատկերացնենք, ոնց որ ունենք մի հատ շատ օգտակար ֆունկցիա, որ ստանում է ինչ-որ թիվ ու 500-յա թիվը բաժանում է այդ թվի վրա։ Հիմա այդ օրինակ ինչ-որ թիվ տանք մուտքում, շատ լավ կաշխատի, ահա, աշխատեց, բաժանեց։ 0 եթե տանք, նայեք ինչ է ասելու։ Ասելու է 0 division error, division by 0, ուստեղ այսինքն ինչ-որ բան, հետագիծը թե ինչա տեղի ունեցել, որ այդ պրոբլեմն է եղել։ Այստեղ երկրորդ տողն է աշխատել, երկրորդ տողը աշխատացրել է այստեղի 4-րդ տողը, արդյունքում եղել է 0-ի բաժանման պրոբլեմ։ Կամ եթե օրինակ ասենք դե բաժանի ատառի վրա, այդտեղ ստանալու ենք type error, ասելու է, որ չմիվական բաժանման գործողությունը integer-ի ու string-ի միջև չի կարա արվի։ Հիմա սրանք ոնց որ error-ներ են, որոնց հարցը պետք է լուծել։ Կայենք օրինակ ասենք դե ստուգենք տեսնենք, որ թիվ լինի մուտքում իսկականից ու 0 չլինի, այդ դեպքում աշխատի, այսինքն տենց if-էր դնեինք, if-երով պարզեինք իսկականից մուտքը okay է թե չէ, նոր աշխատացնեինք, ու այդ մի մոտեցում է, 7 կտրիր 1 չափիր մոտեցումն է, ասենց ասած, բայց ընդհանուր առմամբ կարա դեպքեր լինի, երբ որ մենք չկարողանանք բոլոր հնարավոր error-ները, որ կարան լինեն մեր կոդի հետ, կանխագուշակենք, ու ինչպես կամ թեկուզ ինչ որ որոշները կանխագուշակենք, բայց իմանանք, որ տենց բան կարա գա, բայց չիմանանք կամ ոչ թե չիմանանք, այլ էֆեկտիվ չլինի բռնել, փորձել if-երով իրենց հարցը լուծել։ Այդպես դեպքերում բայ ինչ անենք, ոնց որ ինչ անենք, որ միտեղ մի հատ բան սխալ աշխատի, այդ դրանից ցախ ծրագիրը չգմփա ու stop տա, այլ չէ, առաջ գնա ու իմանա, ասենք, որ եթե սա չստացվեց անել, այդ դեպքում արա ինչ որ բան ու շարունակի։ Ոնց անենք, որ մի հատ ոտը քարին խփվի, միանգամից չգնանք տուն, էլի։ Հա, այդ դրա մասին է լինելու դասը կարճ ասած։ Մի հատ արագ եթե նայենք, թե ինչ հաճախ հանդիպող էրորներ կա, որ հավանաբար պետք է գոնե մեծ մասին հանդիպած լինեք մինչև այս պահը։ Import error-ները այնա, որ ուզում ենք ինչ-որ բան import անենք, որը չկա, չունենք։ Հիմա ասենք, եթե ստեղ գրեմ import scrapy գրադարանը չկա քաշած մոտս, չի աշխատի։ Index error-ները այններ, երբ որ ուզում ենք ինչ-որ դիրքի էլեմենտ, որ այդ դիրքում բան չկար գրած։ Օրինակ 3 էլեմենտանոց ցուցակի 48-րդ էլեմենտը, որ ուզենք, ինքը index error-ա տալու։ Name error-ը այներ, որ ինչ որ չգիտենք այս ինչ փոփոխական իմաստն է, ասենց անունով փոփոխական չունենք, անունը սխալ ենք նշել։
Syntax error-ը այդ տենց լավ արագ միանգամից աչքի ընկնող error-ն է, որ կոդը սկի չի էլ հասցնում աշխատի, որովհետև սխալ է գրված։ Գրելաձևի սխալ ունենք, սինտաքսային սխալ։ Տեսակի խնդիրները այն է, որ սխալ տեսակի ֆունկցիայով է, սխալ տեսակի փոխականի հետ է աշխատանքը արվում։ Օրինակ, ստեղ բաժանման գործողությունը արվել է string-ի հետ, ոչ թե integer-ի։ Իսկ value error-ը այն է, որ տեսակը ճիշտ է, բայց հենց բուն արժեքը սխալ է։ Հենց կոնկրետ ուղիղ value error չի, բայց կարանք օրինակ 0-ի բաժանման մասին այտենց մտածենք։ Ինքը այտենց հարաշվական սխալ բաժնից ասենց ասած, բայց տրամաբանությամբ նման է դրան։ Ու էլի լիքը error-ներ ունենք, իրանց տոհմածառը կտեսնենք դասի վերջում։ Նայցա, եկեք տեսնենք ոնց ենք իրանց հարցը լուծում։ Մինչև ստեղ ինչ որ հարցեր։ Ասում եմ։ Այսինքն ինչ որ բան error-ներ կան, որ ավելի դոմինանտ են, հա սկզբից օրինակ syntax-ն է ցույց տալի, հետո ուղղում ես այն մյուսն է ցույց տալի, ինչ որ հերթականություն կա։ Հա, շատ ճիշտ է։ Այտենց հենց տոհմած արկա, ասենց ասած, այսինքն պապիներն են, հետո ծնողները, հետո երեխեքը բան, օրինակ syntax error-ը ինքը ավելի տենց ավելի մեծ քաշ ունի, ասենց ասած, իր խոսքը ավելի առաջնային է, քան type error-ինը, որովհետև syntax error-ի դեպքում նաև բավականին տրամաբանական է, էլի, եթե կոդը սխալ է գրած, էլուր մնաց ոնց որ սխալ աշխատող լինի ինչ որ բան կոդում, եթե ուղղակի ի սկզբանե սխալ է գրված, էլի, հենց գրելաձևի տեսանկյունից։ Այդ տոհմածառը մի քիչ հետո կտեսնենք ու նաև ինչ հերթականությամբ պետք է error-ների ստուգում անենք, որ նորմալ ձևի բռնացնենք իսկականից։ Հա, շատ բարի, լավ, շատ տեղին հարցեր, էլի հարցեր, ժողովուրդ։ Okay։ Այդ արվելու է տենց try ու accept կոչվող բանով փորձի ու ակնկալի, որ եթե սենց եղավ, սենց արա։ Եկեք տեսնենք, եթե ունենք այս կոդը, որ 5-ը բաժանում է a-ի վրա, հետո տպում է, որ դեռ ողջ է, այս ոչ թիվն է տպվելու, ոչ դեռ ողջը, որտեղ ստեղ կոդը մեռնալու է արդեն։ Error-ը եղավ, կարմրեց ամեն ինչ, stop տվեց։ Հիմա, եթե գանք ու այս կոդը, որը որ ուզում ենք փորձարկենք, իսկ այս մեր ռիսկային կոդը, որ չգիտենք կաշխատի թե չէ, ուզում ենք ուղղակի փորձենք, իրան գրում ենք try բլոկի մեջ։ Հետո ինչպես միշտ 4 պրաբել-ում կամ տենց մի թաբենկում սկսում ենք գրել այն ամեն ինչը, ինչ ոնց որ կիրառական է իր համար։ Ու հիմա տեսեք ինչ է տեղի ունենում, եթե ամեն ինչ օքեյ է լինում, այստեղ մեկ էլ մի հատ իր try-ի հետ միասին անպայման գալիս է accept-ը, accept-ով ասում ենք, եթե try-ում պրոբլեմ եղավ, կանես այս բանը։ Սենց ասած ոնց որ ասենք if try-ում ինչ որ բան սխալ գնաց։ Հիմա այս դեպքում try-ում ոչ մի սխալ չի գնալու, եկեք տեսնենք ինչ է լինում։ Ահա, տպեց 5, հետո եկավ շարունակեց այս 7-րդ տողում տպեց ես դեռ ողջ եմ։ Այս հələ շատ հետաքրքիր չի, եկեք նենց անենք, թող try-ում սխալ բան լինի։ Հայեք, այն ժամանակ այս 5 բաժանած 0-ն error էր գցելու։ Հիմա դրա փոխարենը տպում է այս տեքստը, մի բան enter, ու հետո շարունակում է աշխատել։ Այսինքն այս ձևով մենք կարողացանք error-ի դեպքում խուսափենք ծրագրի stop տալուց, դեռ մի բան էլ կարացանք ինչ որ բան ձեռնարկենք, եթե ծրագիրը սխալ է աշխատում։ Այս դեպքում ոնց որ ուղղակի տպեցինք, որ ինչ որ բան enter, բայց կարանք ոնց որ ավելի օգտակար բաներ էլ անենք sense դեպքերում, էլի։ Ու հա, այս try accept-ը հրաշք բան է շատ, իրան մեկ-մեկ չարաշահում են մարդիկ, բայց արդար ու գիտակցված օգտագործելու դեպքում անտանելի կարևոր գործիք է դառնում ու ինչ որ չափով նաև անփոխարինելի է, էլի, մեծ պրոյեկտների դեպքում։ Ու հա, դասի մնացած մասը, հիմնական մասը կառուցված է լինելու այս accept-ի հետ կապված նրբություններ նայել ու այս try accept-ի հետ կապված ուրիշ բլոկեր նայել։ Ոնց ունեինք if ու else, հետո նայում ենք elif-ը, կամ for-երի դեպքում else-ն ենք նայում էլի, այտենց ոնց որ երկու լրացուցիչ բլոկ ենք սովորելու,
տենց միտողանի exception, միտողանի error-ներ, ու ժողովուրդ մի հատ էլ բան ասեմ, որ ասում եմ error իր ավելի տենց տեխնիկական անունը exception-ն է, exception բացառություն է կոչվում, հա, չի ասի, որ ամենահարմար անունն է, բայց հա։ Այստեղ որ գրեցինք except, ինքը լրիվ նույն ձև է վարվելու ցանկացած սխալի դեպքում։ Իսկ 0-ի բաժանման սխալ լինի, տեսակի սխալ լինի, ինչ որ ուրիշ սխալ լինի, սա մնաց բոլոր դեպքերում տենց է աշխատելու։ Բայց մենք կարող չգիտես ինչ, հստակ այս դեպքի համար դուք աշխատես։ Նույն ձև ոնց որ եթե ունենք if ու else, ասենք չէ լավ կարանք ասենք if ինչ որ բան, հետո elif ու elif, հետո մի հատ էլ else օրինակ։ Նույն ձև այս կառուցվածքը կարողանալու ենք պահել այստեղ։ Ոնց է դա արվում։ Պետք է ուղղակի բռնենք այդ error-ի անունը copy անենք, այստեղ եթե ես բռնեմ type error ուղղակի, ուստեղ օրինակ գրեմ type error, ինքը Python-ի ներկառուցված օբյեկտ է, class inappropriate argument type։ Python-ը գիտի ինքը ինչ է, ինքը Python-ի մեջ կա հենց, ու կարանք իրան օգտագործենք։ Ոնց ենք անելու, այս except-ներից հետո գրելու ենք այդ error-ի անունը, որի դեպքում որ պետք է այդ բլոկը աշխատի։ Օրինակ zero division-ի դեպքում ինքը տպի, որ չի կարելի 0-ի բաժանել, type error-ի դեպքում տպի, որ սխալ տեսակ է բաժանած, ու մնացած բոլոր սխալների դեպքում ասի չգիտեմ ես ինչ խնդիր է։ Այստեղ այսքան ունեցանք except-ը, նման է նրան, որ ասենք elif error-ը հավասար է 0 division, այս էլ նույն կերպ ոնց որ ասենք type error, այս էլ այդ ալիգոլարիով նման է ուղղակի else-ին։ Հիմա սա եթե աշխատացնենք բանի դեպքում, սխալ տեսակի դեպքում, ասում է եթե դժվար չի թիվ տուր։ Հիմա սա աշխատացնենք 0-ի բաժանման դեպքում, ասում է ասենց բան չի կարելի անել 0-ի բաժանում։ Եթե ինչ-որ ուրիշ error ստեղ գա անգնի, օրինակ ստեղ ասենք print, ներողություն, այսա, որ այս փոփոխականը չգիտենք ինչ է։ Այս դեպքում ներողություն, սա բերենք առաջի տող։ Այս դեպքում, քանի որ սա ոչ 0-ի բաժանման տեսակ էր, ոչ անունի բաժան, ոչ եկեք սանջատեմ էլի ներողություն։ Այստեղ որ ինքը ոչ 0-ի բաժանման սխալ էր, ոչ էլ տեսակի սխալ էր, այլ այս դեպքում name անունի սխալ էր, name error։ Այսա այս else-ն է աշխատում։ Ու տենց։ Ստեղից մինչև ստեղ ինչ որ հարցեր ժողովուրդ։ Okay։ Հիմա ոնց որ այս բոլոր error-ները, type error, ինչ որ բան error եւ այլն, իրանք համարվում են exception տեսակի երեխեք։ Իսկ այդ բոլոր error-ների բազմությունը, ասենց ասած, կարանք ասենք, որ կոչվում է exception։ Հիմա եթե գրենք ուղղակի except exception ու հետո գրենք except type error օրինակ, այսպես անենք, այս դեպքում Ինչ է տեղի ունենալու, այս type error-ը երբեք չի ընկնելու, որտեղ ցանկացած type error իրենից նաև ներկայացնում է exception։ Exception-ի ենթատեսակ է, էլի սենց ասած։ Դրա համար որ ստեղ գալիս ենք, օրինակ type error ունենք, type error-ը exception-ը, հա բա ոնց exception-ը, ամեն ինչ exception-ը, մի քիչ կոպիտ ասած։ Դրա համար միանգամայն սա է աշխատում ու սա էլ վերջում չենք ունենում։ Դրա համար կարևոր է, որ եթե ասում ենք except exception, այդ անենք ամենավերջում։ Այսինքն այս մեր վերջի բլոկը լինի այդ except exception-ը։ Հələ կարա հարց առաջանա, ոնց որ ինչի համար ընդհանրապես գրենք except exception, եթե կարանք զուտ գրենք ուղղակի except ու всё, այտենց ենք, չէ՞, անում ստեղ։ Այդ մի փուճուրիկ ուշ կտեսնենք։ Ունեցա։ Մեկ էլ մի հատ էլ նշում, որ մենք կարանք մի հատ բլոկով միանգամից ստուգենք երկու տարբեր error, այսինքն ասենք սա թող աշխատի, այս բլոկը թող աշխատի, եթե s կամ s error-ն է, ոչ թե պարտադիր ասենք
մենակ այս error-ը։ Այդ անելու համար ուղղակի այդ error-ները, որոնք որ ուզում ենք խմբավորենք, դնում ենք sense փակագծերի մեջ, կլոր փակագծերը tuple ենք հավաքում sense ասած, էլի իրանցից type error ու zero division error։ Այդ ոնց որ ասենք այդ if error in ու այդ երկու տեսակները type zero division ու տենց։ Սա եթե աշխատացնենք, ստեղ input-ը արվում, եկեք օրինակ 1 input անենք, ամեն ինչ ընտիրեր, եկեք 0 input անենք, ահա, եկավ այս մեկը տպեց։ Zero division error-ը դետել այս երկուսից մեկն էր։ Լավ, մի քիչ շարունակեմ, նոր տեսնեմ հարց կա թե չեմ։ Հաջորդ, ասենց այս տեքստը որ տեսնում ենք, այս տեքստից հետո զգալի ավելի դժվար կլինի, չէ՞, գնալ error-ը լուծել, համա օրինակ, եթե աշխատացնենք այս տեքստը, ու ինքը մեզ տա այսա, value error, invalid literal for int-ը with base 10, ասում ենք integer սարքի, բայց ոնց որ 10-ական համակարգով թիվ չենք տվել իրան նորմալ, տվել ենք ինչ որ տեքստ, ու նաև տողով ասում է թե որտեղ է դա տեղի ունեցել, դեռ մի բան էլ այս բանի մեջ VS Code-ի մեջ կարելի է կտցնել error-ի վրա բերի, այսինքն սա իրականում շատ թանկարժեք ինֆորմացիա է մեզ, էլի։ Ու մենք երբ որ ուղղակի գրում ենք except ու վերջ, այս ինֆորմացիան փաստացի կորում է։ Այս ինֆորմացիան չկորցնելու համար մեզ պետք է վարվել սենց։ Error-ը գրելուց հետո, այնակ ասում ենք except value error, պետք է ավելացնենք is, այսինքն որպես, ու ինչ որ մի հատ փոփոխական, օրինակ e, կարա լինի ցանկացած բան, e error-իկ եւ այլն։ Են ուղղակի ընդունված է որպես error ու exception բառերի առաջի տառ։ Ուրեմն իրամ այստեղ եթե տպենք այս yen ինչ է, այստեղ էլ տպենք error-իկը ինչ է։ Ու նայենք։ Օրինակ ստե 0 եմ տպում։ Նայեք, ասում է Python-ը մեր վրա ջղայնացավ ու բղավեց division by 0։ Այսինքն այստեղի կներեք։ Այստեղ եթե ասենք 5 բաժանած 0 ու ինքը մեզ այստեղ բերեր այս նամակը, մենք այս կերպով այս նամակի տեքստը կարացանք վերցնենք։ Այս division by 0-ն չկորավ գոնե։ Օրինակ եթե նայենք սխալ տեսակի մուտքի, ահա, ստեղ էլ ստացանք այս մի տեքստը invalid literal for int with base Սա ոնց որ մեզ թույլ է տալիս համ մեր ուզած գործը անել, համ էլ ավելի շատ ինֆորմացիա ստանալ, չկորցնել առնվազն գոնե ինչ-որ ինֆորմացիա։ Այսքան այս գրելաձևն է, ասում ենք այդ error-ի տեսակը is ինչ-որ փոփոխական ու հետո այդ փոփոխականը օգտագործում։ Այստեղ կակրած գալիս է այն պահը, թե ինչի ենք մենք այս որպես վերջին տեսակի problem, այս վերջին exception, ասում ոչ թե zut except, այլ ասում except exception, որ կարողանանք հետո ասենք is ինչ-որ բան ու դա օգտագործենք։ Այստեղ նկատեք, որ value error-ի ու exception-ի համար երկու տեղն է նույն փոփոխականն է օգտագործվել, այդ նրա համար ոնց որ այս yen այս բլոկի համար գոյություն ունի, այս մեկը այս բլոկի համար, իրարից լրիվ անկախ են, իրար ոչ մի ձև չեն խանգարում, համար կարանք հանգիստ օգտագործենք։ Օրինակ ստեղ եթե ունենանք 0-ի բաժանման error, որը քանի որ սա comment հարած է, այս հրա մեջ է ընկնում։ Տպելու է սա, չգիտեմ ինչ սխալ գնաց տտտա ու 0 division by 0։ Եթե ուղղակի գրեի except, ոչ բանը չի ստանալու։ Ոչ մի այսենց Python-ից տեքստ չի ստանալու։ Այստեղ էլ մի հատ լռեմ, տեսնեմ ինչ որ հարց կա, թե չէ։ Ահա, Ղևոն, լսում եմ։ Այդ ջան, զեն այսինքն մյուս print-ի մեջ որպես փոփոխական վերցնելու համար, հա, տրվում։ Հասկացա, մեկ էլ except exception-ը այն դեպքում է, երբ որ արդեն մենք չգիտենք error-ի տեսակը, հա, ինքը արդեն ավտոմատ բերում է ինքը error-ը, ինչ error-ա, չէ։ Հա, ոնց որ եթե օրինակ գիտենք essence error-ի դեպքում sense յուրահատուկ մոտեցում ենք անում, սրա դեպքում sense, իսկ այն մնացածի մասին խաբար չենք ինչ անենք, գրում ենք except exception։ Ու իրան անպայման վերջում ենք դնում, որտեղ եթե վերջում չդնենք, ինքը ավելի շուտ կգա այդ բլոկին հասնի, որտեղ value error-ն էլ է exception։ Ու արդյունքում մնացածները ուղղակի կանտեսնալու են, էլի։
Մերսի։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Նարինե, լսում եմ։ Բակչան, եթե այդ վերջինը ամեն ինչ իր մեջ ներառում է ու վերջում էլ կբերի, թե իրականում ինչ սխալ է, էլ ինչ իմաստուն է այն մնացածը գրել, էլի։ Սենց կոդի դեպքում, որ տենց որպես այդպեսին ուղղակի պրինտեր է, կարա շատ իմաստ չունենա, բայց կարա բան լինի։ Եթե իսկական ծրագիր նայենք, այդտեղ կախված նրանից, թե ինչ խնդրեմ է ունեցել, համապատասխան իր ինչ որ լուծումը պետքա ցույց տանք։ Օրինակ, եթե 0-ի բաժանման խնդրեմ է եղել, կարանք օրինակ մարդուն տպենք, ասենք, գիտես ինչ, 0 չի կարելի բան անել, ու օրինակ իր արժեքը ֆիքսենք 1, որպես տենց ինչ որ արհեստական տարբերակ, կամ իրան ասենք, դե նորից ներմուծի, հաշվի առ, որ 0 չլինի։ Իսկ եթե տեսակի խնդրեմ է եղել, օրինակի համար գրելա բան, ինչ որ գրելա 1 ստորակետ 1, ու սա որպես այդպեսին ուզեցել է ասի 1.1, կարանք օրինակ ասենք, որ եթե տեսակի խնդրեմ է լինում, միած ստուգի տես կարող է սենց սխալ է արել, եթե տենց սխալ է արել, արի ուղի։ Այսինքն ճկունություն ենք ունենում փորձել ոնց որ այդ հարցերը սխալները կարգավորել։ Իսկ դրա համար մեզ հիմնականում պետք է լինում հենց բան, էլի։ Ճկունություն հասկանալու թե ինչ խնդրեմ է։ Օրինակ ինտերնետից ինչ որ բան ենք քաշում, բերում է խնդրեմ, որ այդ կայքը թույլ չտվեց քաշես, կարանք accept-ով ստուգենք, որ այդ դեպքն է եղել, ու օրինակ մի քիչ սպասենք ու նորից փորձենք քաշենք։ Այդ կոդի մեջ աշխատացնենք դա։ Եթե կայքը ուղղակի սխալ URL է եղել մեջը, կարանք օրինակ ստուգենք, փորձենք HTTPS ավելացնել կամ հանել։ Այս մի քիչ արհեստական օրինակներ եմ ոտի վրա հորինում, բայց կարճ ասած շատ կարող օգնի մեզ, էլի ավելի լուրջ կոդերում տարանջատել եթե ոնց որ մի բանով կարանք սաղ լուծենք, կարանք չանձնացնենք, բայց հիմնականում տես չի լինում, էլի։ Okay. Սոնալ, լսում եմ։ Այս օգտագործելու դեպքում ինքը հենց միանգամից ուղղում է մեր սխալը, թե ասում է, որ ինչը ուղենք մենք ենք ուղղում։ Չէ, ինքը մեզ ուղղակի տալիս է այս օգնող տեքստը, հեսա կտեսնենք նաև ոնց սա ստանանք։ Արդեն մնացածը ամեն ինչ մեր վրա է, էլի։ Ուղղակի միակ բանը, որ սա մեզ տալիս է, ասենց ասած, դա նա, որ ոչ թե ծրագիրը գմփում է, ասում է всё value error, այլ գալիս է մեզ մոտենում է, նուրբ ասում է value error ա եղել։ Կարող ինչ որ բան անես այս կապակցությամբ։ Մոտավորապես այդպես էլի։ Ասպետ։ Շատ բարի, մերսի հարցի համար։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Okay. Հիմա ոնց որ տեսանք, ոնց կարանք ստանանք այս նամակը division by 0։ Տակը մնաց այս ամեն ինչը։ Սա կոչվում է trace back, trace-ը բանն է, հետքն է, back-ը հետո ոնց որ հետագիծն է, ասենց ասած, թե ինչեր է տեղի ունեցել պատահարների հերթականությունը, որ բերեց այդ մեր կատաստրոֆային։ Օրինակ, ստեղ եթե ասեմ division 500-ը by 0, ասելու է աշխատել է այս 22-րդ բջջի առաջի տողը, որը իր հերթին կանչել է առաջի բջջի այս division by divide 500-ը by x ֆունկցիային, որը որ իր հերթին 4-րդ տողում հատկացրել է խնդրեմին։ Այսինքն սենց մեր պատմությունը իմացանք այս ամեն ինչի, ու շատ ցանկալի է իրան նաև տեսնենք։ Տեսնելուց բացի նաև գուցե կարելի լինի դա պահել։ Օրինակ հենց ստակ օրինակ մենք ոնց ենք օգտագործել մի անգամ սա մի պրոյեկտում ավելի ճիշտ բան էինք անում, մի հատ ծրագիր ունեինք, որ արդեն եկապատմություն էր ու տենց բաց հրապարակային դառնում էր, որ մարդիկ կարողանան անցնեն կայքով օգտագործեն ու ոնց որ ահագին տենց ծանրոտ բաներ ու շատ-շատ տարբեր բաներ կար մեջը, չէին կարա բոլոր հնարավոր էռորների մասին գուշակենք ու իրancs լուծեինք, հա ինչ որ բան օթից տակից դուրս էր գալիս, ու մենք ինչ էինք անում, մի հատ դատաբազա էինք կպցրել ու հենց էռոր էր լինում, այդ էռորը տանում էինք իր այս
հետագծով, իր անունով ու ինչ որ լրացուցիչ ինֆորմացիայով, թե ինչ մուտքեր ա եղել եւ այլն, տանում մի հատ բազայում պահում էինք, ու ինչ որ ժամանակը մեկ այդ բազան բացում էինք, տեսնում էինք որտեղ են ինչ error-ներ են եղել, փորձում էինք իրենցից գլուխ անենք ու տենց այս ամեն ինչը save անելով ժամանակի հետ դզերով գնում ենք, էլի, կամաց քչացնում ենք խնդիրները։ Իսկ այդ մարդկանց էլ այդ հերթին իրենց հերթին մարդկանց էլ ոչ թե ասում էինք վերջ ամեն ինչ գմփած, այլ ինչ որ ավելի փափուկ ձևով էինք այդ հարցը լուծում, էլի, որ ինչ որ բան չի ստացվի անել։ Օրինակ ինչ որ զապաս լուծման էինք մոտենում, որ չգիտեմ, եթե չի ստացվել sense ձևով սա գտնել, դե գնա գոնե էստո։ Չգիտեմ, կրուասան ենք փորձել սարքել, չի ստացվել, ասենք դե լավ, էս խաչապուրին գոնե վերցրեք։ Տենց մի խոսքով լավ։ Գիտեմ ինչքանով ասենց օրինակները օգնում, բայց հա, եկեք տեսնենք ոնց ենք ստանում ես մեր հետագիծը։ Այս traceback-ը ստանալու համար պետք է ներմուծել iKesban traceback անունով գրադարանը։ Ասում ենք import traceback։ Սա built-in գրադարանն է, այսինքն ոչ մի բան պետք չի install անել, Python-ի հետ միասին գալիս է։ Ու հիմա ուղղակի ասելու ենք traceback get print exc, այս exc-ը նշանակում է exception։ Հիմա սա եթե աշխատացնեմ, օրինակ եկեք ստեղ 0 տամ մուտքում, եկավ ասես, չգիտեմ ինչ սխալ էր տտտ, եկավ այս yen տպեց, ու այստեղ ներքևում արդեն տպեց այս մեր կոնկրետ traceback-ը։ Hi keb.data local տտտ, այստեղ 5-րդ տողում եղել է թիվը հավասար է 5 բաժանած ան։ Այս է մեր խնդրեմը եղել։ Առանց error-ի էլ սա կարելի է տպել, կարամ ստեղ օրինակ աշխատացնեմ իրան։ Նու ախսելու են non-type ու non, որովհետև այս 3-րդ տողի դրությամբ error չի եղել։ Հիմա ինչ որ բան աշխատացնեմ, այստեղ արդեն error եղավ ու տպեց այս թազան, ասում եմ հիմա էլ այս անհավասարը int input տողն է problem տվել, այս էլ problem-ի տեքստը։ Ու տենց։ Ու բնականաբար եթե problem չի լինում, ուղղակի սահուն աշխատում է ամեն ինչ, էլի։ Այս ձևով ուղղակի մենք տպեցինք կորավ գնաց սենց ասած, եթե ուզում ենք արժեքը պահենք, մի հատ ինչ-որ փոփոխականի մեջ, կարանք ասենք օրինակ trace-ը հավասար է traceback get format exception ու հետո եթե ասեմ print trace, էլի նույն պատմությունը կլինի, ուղղակի այս trace-ը արդեն փոփոխական է, որի հետ ես կարամ գործ անեմ։ Օրինակ իրան կարամ ինչ-որ ֆայլում save անեմ, հետո հետագայում կարդամ։ Հա, հարցեր ժողովուրդ մինչև ստեղ։ Okay, դա լավ։ Այս try except-ի հետ միասին կա նաև else։ If-երի դեպքում else-ը շատ տրամաբանական էր, for-երի դեպքում else-ը ասում էինք դե լավ, այն վաղտերով տրամաբանական անուն է եղել, հիմա այդքան է հարմար անուն չի։ Արի ու մի տես, արի ու մի ասա, այս else-ը էլի վերադարձավ։ Try except-ի հետ միասին կարանք նաև ունենանք else։ Ոնց է աշխատում։ Այս մեր բոլոր exception-ներից հետո կարանք գանք գրենք մի հատ else ու այս else բլոկի նպատակը այն է, որ մենք անում ենք ինչ-որ բան, եթե ոչ մի error չի առաջացել։ Այսինքն, եթե այս կոդը սահուն աշխատել է, այդ դեպքում աշխատելու է այս else-ը։ Եկեք տեսնենք, օրինակ, ստեղ տանք մուտքում 0, տեսեք, այս else-ը չաշխատեց, այս ոչ մի խնդիր չառաջացավ, չտպվեց։ Հիմա եթե նորմալ դեպք լինի, տպեց 5 ու ասեց ոչ մի խնդիր չառաջացավ։ Այս կարանք ոնց որ sense պատկերացնենք, այս except-ը ասում ենք կամ except-ները ասում ենք if problem ու else-ն էլ ասում ենք ուղղակի else, այսինքն problem չի եղել։ Problem չի եղել։ No problem։ Կարա հարց առաջանա, որ եթե սա պետք է աշխատի, եթե մինչև ստեղ ամեն ինչ ճիշտ է աշխատել, էլ իմաստը ո՞րն է իրան առանձին բլոկի մեջ դնել, ոչ թե ուղղակի բերել, այսինքն տակից դնել, չէ՞, շատ բնական հարց կարա լինի, էլի, անիմաստ ավելորդ բլոկ է։ Սրա համար կարամ երկու արգումենտ առաջարկեմ։ Առաջինը այն է, որ մենք ոնց որ ունենք կոդ, որը ուզում ենք փորձարկենք, ու ունենք կոդ, որը որ եթե այդ փորձարկված կոդը ճիշտ է աշխատում,
այդ դեպքում ուզում ենք աշխատի։ Այսինքն տրամաբանորեն սրանք երկու տարբեր կոդերի բլոկեր են։ Մեկը փորձարկում ենք, մյուսով արձանագրում ենք, որ process-ը ճիշտ եղավ։ Ու իրենց բերել միացնել նույն բաժինը դարձնի կոդը ուղղակի վատ ընթերնելի, որովհետև սիրուն բաժանված էր տրամաբանորեն, ամեն մի բլոկը ուներ իր նպատակը, այլևս այտենց չի։ Այդ մի պատճառ, այսինքն տենց հարմարության տեսանկյունից։ Մյուս պատճառն էլ նա, որ մենք ուզում ենք այս կոդը չփորձարկենք։ Բայց եթե սա ավելացնենք իրան, կնշանակի, որ մի բան ավել ենք փորձարկել։ Օրինակ, եթե այստեղ լինի print ուրա նամակ, ինչ որ ուրախանալու համար նամակ եթե ունենք, ու սա աշխատացնենք, ու ճիշտ թող լինի։ Այս դեպքում այստեղ այս error-ի բանը չի ընկնելու, որովհետև այս try-ում problem չի եղել, եկել է այս else-ում է problem եղել ու else-ից հենց error-ը մեզ գալու։ Բայց եթե ես այս ամեն ինչը copy paste անեի, վերեի այստեղ դնեի։ Եկեք առանձին բլոկում անեմ, երկուսն թող պահպանվի։ Եթե սա վերեի այստեղ դնեի ու հիմա աշխատացնեի։ Ու թող ամեն ինչ ճիշտ լինի էլի, նայեք, աշխատում է այս ծրագիրը, ոչ մի խնդիր չհարցարիվայն, այսինքն այս բլոկն աշխատում, որը որ նախատեսված էր լուծելու այս կոդի խնդիրները, ոչ թե այսքան կոդի։ Դրա համար ոնց որ ավելացնում ենք այն ինչ փորձարկում ենք, հավելելով իրան բան, որը որ իրականում պետք չէր փորձարկել, ու այս կոդն էլ չի անդրադառնում սրա խնդիրներին, ինքը սրան էր անդրադառնում, բայց հիմա ասում է ավելացրեցինք իրան թազա բան։ Ինչը նաև ոնց որ համ անհարմար է դարձնում, համ էլ սխալ է դարձնում, էլի ուղղակի այս մոտեցումը։ Հա, հարցեր ժողովուրդ միջև ստեղ։ Okay. Դա լավ։ Հարց չկա, կարանք վերջապես անցնենք վերջապես անոնով բլոկին, մի հատ էլ բան ունենք։ Try, accept, else ու մի հատ է վերջում finally։ Լիքը դեպքերում ուղղակի try accept-ը կունենալու իրոք, բայց ոնց որ ամբողջական կառուցվածքը պետք է իմանալ ու նաև լավ բան է։ Finally-ի գաղափարը որն է։ Ինքը այն ոնց որ այն վերջի շնչով արված գործողություն է, որ կոդը պետք է մեռնի, всё, տրակում է ամեն ինչ, ամենավերջին պահին գալիս աշխատում է ինքը։ Finally-ին աշխատում է ցանկացած դեպքում, որտեղ ինչ ուզում է լինի, finally-ին մեկը աշխատելու է։ Նայեք։ Հիմա այստեղ մենք problem ունենք, այստեղ կարող է problem ունենք, չգիտենք, exception-ում հաստատ problem ունենք, բաժանում ենք անում, else-ում հաստատ problem ունենք։ Եկեք հələ տեսնենք ինչ է տեղի ունենում։ Ահա, եկեք այստեղ գամ, ասեմ մուտքում օրինակ 1, մուտքում թեկուս սա problem տվեց։ Except-ը հետո match-ը մտավ, այդ match-ի except-ն էլ problem տվեց։ Սա problem-ները ամեն ինչ problem-ը, բայց մեկը նայեք, այս finally լավ թե վատ ամեն դեպքում եկավ սա աշխատեց ու տպվեց։ Ինչ ուզում է լինի, ցանկացած դեպքում սա եկավ տպվեց։ Հիմա եկեք ավելի դրական սյուժետը նայենք։ Մուտքում տվել ենք թիվ։ Այս դեպքում ոնց որ մեր մոտ problem առաջացավ այս else-ի մեջ։ Else-ի հարցը չենք լուծել, չէ՞։ Else-ի մեջ էլ պարզվեց problem-ով կոդ կար։ Պետք է else-ի մեջ try accept գրենք օրինակ, էլի, բայց մեկը ինչ ուզում է լինի, finally-ն աշխատեց։ Կոդը stop-ա լինում։ Նայեք, կարմրելա վերջ, սա կարմրած է։ Էլի ավել չի գնալու կոդը։ Այստեղ ես օրինակ print, եկեք այստեղ ասեմ print okay։ Այս okay-ը չի երևում։ Կոդը իսկականից stop-ա տվել։ Բայց finally-ն աշխատելա, նորա stop տվել։ Սա ոնց որ իսկականից այտենց է։ Կոդը մահանալուց առաջ վերջի շնչով գալիս է ինչ որ բան անում, նորա մահանում։ Finally-ի դերը դա է։ Ու finally-ում դրվում է այն պատասխանատու գործերը։ Ասենք օրինակ դատաբազայի հետ ենք գործ անում ու ինչ որ problem առաջանում եւ այլն, ինչ ուզում է լինի, դատաբազան մի հատ փակի նոր մեռի։
ֆայլում բան ենք, ֆայլի հետ գործ ենք անում, ֆայլում եղածը control-save արա նոր մեռի։ Այդտենց այդ finally-ն իր վրա այդ ահավոր պատասխանատու գործն է վերցրել, էլի որ ամեն ինչից անկախ ցանկացած դեպքում աշխատում ենք։ Ճիշտ լինի, սխալ լինի, մեկը միշտ աշխատում է։ Կարա հարց լինի, օրինակ, եթե finally-ի մեջ է կոդ գրած, որ error-ա բերում, դե ոնց որ finally-ն աշխատում է, նշանակում է այս ծրագիրը աշխատացվում է, բայց եթե աշխատացվելուց հետո խնդրեմ լինի, բարձա արդեն դրանով stop կտա Python-ը, էլի։ Այսինքն անպայման վստահ եղեք, որ finally-ում գրված ձեր կոդի հետ ամեն ինչ okay է, կարաք տեսականորեն finally-ի մեջ էլ անեք try except, բայց հա, անպայման finally-ն պետք է okay լինի, էլի։ Հմ, հարցեր ժողովուրդ։ Այս 4 բլոկը ունենք, try except else finally։ Հարցեր ինչ որ։ Լավ։ Մեկը ժողովուրդ մի հատ փոճուր նշում, որ եթե ուզում ենք մենակ try գրենք առանց except-ի, չենք կարող ասենք այսենց։ Try հետ except-ը հետն է, էլի կարծես accept ու pass, որ մեջը ոչ ման չլինի։ Ու որպես հիշացում, հերթականությունը sense պետք է լինի։ Try ծրագիր, որը ուզում ենք փորձարկենք, մեր վտանգավոր ռիսկային ծրագիրը։ Except ինչ որ error, except ինչ որ ուրիշ error կամ կարող միանգամից մի քանի error-ներ լինի, հետո except մնացած error-ները, հետո block, որը որ պետք է աշխատի, եթե ոչ մի error չի եղել, հետո block, որը որ sense tenants աշխարհը շուրգա ինչ ուզում է լինի, աշխատելու է։ Հա, գրեցին, որ կտրտում է։ Եթե մինչև հիմա վատաձենը կամ ինչ որ հարց կա, համեցեք։ Try-ից իրականում տենց ընդհանուր առմամբ այսքան է։ Ինքը try except այս տեսակ բլոկից էլի։ Եթե այս error-ների հարցը լուծելուց հարց չտակ, բռնելու եմ պատմեմ error-ներ ստեղծելը։ Հենց որ հարց տվեք։ Okay, okay։ Հա, ժողովուրդ, երբեմն կարանք մենք հակառակ խնդրեմ ունենանք։ Ստեղ ոնց որ ինչ որ փորած փոսեր ուշադիր ենք լինում, ոնց մեջը չընկնենք, հիմա կսովորենք ոնց փոսեր փորել, որ error-ներ առաջանան, հենց մեր ձեռով մենք կրակը գցենք մեզ sense ասած, բայց իրականում շատ օգտակար բան է դա։ Երբեմն կարա ինչ որ խնդրեմ լինի, որ Python-ի տեսանկյունից խնդրեմ չի, մեր ծրագրի տեսանկյունից է խնդրեմ։ Օրինակի համար, եթե չգիտեմ, ալկոհոլային խանութ է, ասում ենք մուտք արա տարիքը ու մարդը մուտք անում 17, Python-ի տեսանկյունից 17-ը okay թիվ է։ Մեր տեսանկյունից 17-ը անթույլատրելի թիվ է։ Այդ դեպքում պետքա ծրագիրը stop տա օրինակ։ Դեռ չեղավ, պետքա չափահաս լինի։ Կամ ասենք, չգիտեմ, մաթեմի օրինակով մատրից ունենք, կարող է ուզում ենք բան, տողերի ու սյուների քանակը հավասար լինի, հիմա կարանք այդ պարտադրենք, ասենք, եթե հանկարծ հավասար չի, error թող բարձրացնի։ Այդ տենց բաները ու տենց ոնց որ ջրի երես հանել error, տենց բարձրացնել, բարձրաձայնել error, արվում է raise բառի բանի միջոցով, հրամանի միջոցով։ Ոնց ենք անում, ասում ենք օրինակ մուտք անում ու չգիտեմ, ասենք 5 թիվը չենք սիրում, ասում ենք եթե n-ը հավասար է 5, raise ու գրելաձևը sense է։ Ասում ենք error-ի անուն ու փակագծերում error-ի նամակ։ Տեսականորեն կարանք չանենք նամակը, բայց դե։ Հիմա սա որ աշխատացնեմ, նո եկեք ստեղ մուտքում անեմ 6, ամեն ինչ նորմալ աշխատած, որտեղ if-ի մեջ չմտանք։ Հիմա մուտքում եթե անեմ 5, ահա, եղավ value error ու մեր տեքստը։
Այսինքն մենք ինքներս բարձրաձայնեցինք error։ Միանգամից ասեմ սրա ոնց որ մինի տարբերակը, եթե սենց ինչ որ փուջուր կտրվածք ունենք, որ if ինչ որ բան ավելացրու սա, այսինքն սենց ասած, որպեսի ծրագիրը աշխատի, մենք ենթադրում ենք, որ n-ը պետքա 5-ի հավասար չլինի, այդա կարանք նաև անենք մի տողովորիչ ձև, օրինակ թիվ ենք մուտքում ստանում, ու ուզում ենք ասենք, որ եթե թիվը բացասական է, error չի կարելի տենց, մի տարբերակ է գրել if num-ը փոքր է 0, raise exception, օրինակ, չենք խորանում ինչ error, ու նամակ է չենք գրում, տենց բան է կարանք անենք, -5 է մուտքում անում, տվեց exception, դրա փոխարեն ես կարամ մոտենամ հակառակը, ասեմ, որպեսի ծրագիրը աշխատի, ես ենթադրություն եմ անում, որ թիվը պետքա լինի դրական, assert-ը ոնց որ բանը լինի, վստահեցրում, բաները, նենց հարա, որ հաստատ սա ճիշտ լինի, ստուգի, որ սա հաստատ ճիշտ լինի, assert, նամը մեծ է հավասար 0, ստեղ սրա հակառակ պնդում արեցի, ուրեմն եթե assert-ը չաշխատի, այսինքն եթե թիվը բացասական, ոչ բացասական չլինի, ստեղ գալու է assertion error, Կարանք նաև ունենանք նամակ էլի օգնող, ստեղ օրինակ ասենք ստորակ, ու գրաձևը սենց է, գրում ենք ստորակետ ու հետո այդ մեր նամակը, ու ստեղ կարանք օրինակ ասենք f ու նամը օրինակ հենց օգտագործենք, ինչու ոչ, ու ինչ-որ տեքստ, սա աշխատացնեմ, 1 տա մուտքում, հանգիստ աշխատում է, -1 տա մուտքում, assertion error, -1-ը պետքա 0-ից մեծ լինի, ու տենց, այս դեպքում չաշխատեց, assert-ների հետ իրականում դուք լիքը գործ եք ունեցել, տնային անողները առնվազն, տակից աշխատել են, ոնց, profound-ում, մեր մոտ բանը չէ եղել, թեստեր են եղել, որ եթե մուտքում I-ա, եթե մուտքում 5-ա, տպի 3 և այլն, պլատվորմում տակից ինչ է աշխատել է assert, ու այդ մեր ինչ-որ կոդը եթե աշխատացնենք, հավասար է 3-ի, կոդը եթե աշխատացնենք ու մուտքում 4 տանք, հավասար է 3, այտենց profound-ը ստուգել է, այս մուտքի համար սա է պատասխանը, իսկ այս մուտքի համար սա է պատասխանը, ու տենց, ու եթե ինչ-որ տեղ assert-ը չի աշխատել, իմացել է, որ դե ուրեմն բան, կոդը սխալ է գրված եղել, ու մեզ կարմրել է, ասել է run-ը կամ submit-ը սխալ է աշխատում, շատ պարզացված եմ իհարկե ասում, բայց կոնցեպտուալ այդ թեստինգի գաղափարը տակից այտենց է աշխատում, էլի, որ լիքը assert-ներով ստուգումներ ենք անում, մի հատ էլ բայց ուշադրություն հրավիրեմ նրան, որ assert-ը հաճելի է, երբ որ ինչ-որ թեթև բան ենք ստուգում, էլի, երբ որ ընթեռնելի է, նամը մեծ հավասար է 0 ու մի հատիկ ինչ-որ բան, եթե մի քանի քայլանի process է, թե ինչ պետքա կատարվի, արդեն պետքա գալ if ու raise-ին, էլի, այդ կտրվածքին, հարցեր ես ամեն ինչից ժողովուրդ, Նորով, մի հատ փուճուրիկ օրինակ, եթե ասենք խանութ ունենք, որ մարդու տարիքը ու պատվերն է հարցնում, ու մենյուում կա պիցա ու գազար, ուզում ենք ստուգենք, որ չափահաս լինի ու պատվերը մենյուում լինի, կանք սենց կազմակերպենք, assert age-ը մեծ հավասար է 18, եթե չէ, ասա not allowed too young օրինակ, ու եթե պատվերը մենյուում է, ու ենթադրի նաև, որ պատվերը մենյուում է, եթե չէ, ասա մենք չենք մատուցում պատվեր, խնդրում եմ այս մենյուից ընտրի, ու վերջում, եթե ամեն ինչ օքեյ է, այդ պատվերը մատուցի, այդ սա աշխատացնեմ ու ստեղ գրեմ, օրինակ, պանիր, ցավոք սրտի պանիրը չի մատուցվի, ներողություն, առաջին մուտքը տարիքներ, տարիքը 19, մուտքը պանիր, դա assertion error, մենք չենք սպասարկում պանիր, խնդրում եմ ընտրի, գազար, պիցա գազարից, անչափահասը եթե գա, ու պատվիրի թեկուզ էլի պիցա, կարևոր չի, ասել է չի կարելի, շատ ջահել ես, ու եթե տարիքով մարդ գա ու պատվիրի մենյուից բան,
Ուղղակի իրան կմատուցվի այդ մեր պիցցան։ Հա, հարցեր ժողովուրդ այս ամեն ինչից։ Աննա լսում եմ։ Եթե երկուսն էլ խախտում էր, այլ երկրորդի մեջ չէր մտնելու, թե երկուսն էլ չէր տալու։ Չէ, այս լավ հարց է, այս 6-րդ տողում հենց error կար, stop կոդը լրիվ stop էր տալու էլի ուղղակի 7-րդ տողը չէր հասցնի ուղղակի ստուգի։ Profound-ում էլ օրինակ մենք ձեզ մերսի։ Profound-ում էլ օրինակ տեսնում ենք, որ օրինակ 3-րդ թեստը չաշխատեց, բայց օրինակ 3-րդ թեստը բզենք, կարող է հետո պարզվի 5-րդ թեստը չաշխատեց։ Բայց միանգամից չի, որ տեսնում ենք, որ 3-րդը ու 5-րդը չեն աշխատել։ Քայլ առ քայլ մի հատիկով դզելով գնում ենք, չէ՞։ Հա։ Հարցեր ժողովուրդ կամ ինչ-որ բան կա, որ անհասկանալի էր այս ամեն ինչից։ Էրորներ բարձրացնելուց էլ այսքանն է։ Okay։ Դա լավ։ Էրորներից խոսացինք, եկեք մի հատ էլ տեսնենք իրենց փափուկ բարեկամներին։ Ես տեղ խորհուրդ կտամ այս նյութով անցնենք, Geeks for Geeks կայքի նյութը, շատ համ կայքն է շատ լավ է, համ այս նյութն է բավականին լավ է։ Ես տեղ շատ թեթև եմ էլի խոսալու։ Warning-ների գաղափարը, warning նշանակում է զգուշացում, այսինքն զգուշացումը եթե լրիվ չի պատժում, ասում, всё, վերջ, կոդը stop եղավ, բայց նաև նենց էլ չի ուղղակի սովորական print է։ Եկեք տեսնենք օրինակ սա ինչ է անում, warning-ներն էլ էլի Python-ի ներկառուցված warning գրադարանից են գալիս։ Ստեղ ունենք print 1, հետո warnings.warn, այսինքն զգուշացրու, ու ինչ որ զգուշացնող տեքստ։ Սա որ նայենք, մի վարքան, մի հատ restart անեմ, այնտեղ մի հատ ուրիշ բան եմ փոխել, դրա համար է սենց պահում իրան։ Այս որ աշխատացնենք, հեսա ուղղակի 1-ա տպելու, ուղղակի 2-ա տպելու ու հետո տակից 1-ա այդ warning-ը տպելու է։ Այսինքն ծրագրի աշխատանքը շարունակվելու է, ուղղակի մենք ստանալու ենք զգուշացնող տեքստ։ Ահա։ Տեսեք 1 2 ու հետո մեր մոտ sense user warning այս տեքստը բալը զգուշ չմրսես ու հետո հետ տողը, որը այդ բարձրացրել է դա։ Ու ստեղ էլ, ահա, կարամ թու Ստեղ էլ ցույց է տալիս այդ հասցեն, մի քիչ եթե ուղղակի Python կոդի մեջ լինի, նորմալ կցույց տա այս հասցեն։ Բայց այս ձևով մենք ստանում ենք ոնց որ print-ից ավելի ագրեսիվ, error բարձրացնելուց ավելի փափուկ արանքի մոտեցումը։ Այն բաները, որոնց մասին որ պետք է զգուշացնել, տեսանելի ձևով զգուշացնում ենք։ Օրինակի համար ոնց է դա շատ հաճախ օգտագործվում, ինչ որ գրադարաններ լինում է, որ ասենք մի վերսիայում ունենում են ինչ որ մի ֆունկցիա, հետո որոշում են, որ всё, այդ ֆունկցիան պետքա վերացնել, կամ այդ ֆունկցիան պետքա ձևափոխել։ Օրինակ այդ ֆունկցիայի փոխարեն ուրիշ ֆունկցիա աշխատի։ Մենք ոնց զգուշացնեն, ասեն բան 46 ավտոբուսի բանը փոխվելու է դառնա այս ձևով գնա օրինակ։ Այդ տենց բաները լավ կլինի ոնց որ հենց այդ 46 ավտոբուսը նստենք, մեզ ասի, չէ, որ օրինակ այս օրից հետո էլ տենց չի լինելու։ Նման ձևով ոնց որ հաճախ ինչ որ հնացած ֆունկցիաներում ասում են warnings get warn, ասում են օրինակ այս ֆունկցիան հնացած է, deprecated է, փոխարեն օգտագործի սա կամ այս վերսիայից հետո սկսած ls ֆունկցիան գոյություն չի ունենալու, որ հասցնենք նախապատրաստվել, ասենց ասած։ Ու իր հետ նաև միասին այս warn-ը անելուց կարանք իր կատեգորիան տանք։ Ասենք թե ինքը ինչ տեսակի warning է։ Այս սովորական ուղղակի որ գրում ենք warn, ոնց որ user warning են կոչվում, զուտ այդ օգտագործողի համար զգուշացում, հատուկ ենթատեսակ կա այդ deprecation warning-ը։ Զգուշացում, որ ինչ-որ բան հնացել է։ Հիմա օրինակ սա եթե աշխատացնեմ ու այս old function-ին կանչեմ, ահա, այստեղ էս մեր տեքստն է գալիս։ Deprecation warning ու իր այս ամեն ինչ տեքստը։ Մինչ այստեղ ինչ որ հարցեր ժողովուրդ։ Okay։ Այստեղ ցուցակով տենց copy paste եմ արել տարբեր warning-ների տեսակներ։ Կարեք եթե կուզեք հետո դանդաղ կարդաք դուք։
Ահա։ Ես մի հատ ուրիշ բան ցույց տամ, որ պետքա խոսք տակ, որ չեք չարաշահելու։ Այդ տենա, որ ինչ որ warning-ը տեսանք, ասում ենք, դե լավ, օքեյ, հասկացանք, էլ ցույց չտաս։ Warning-ները ignore անել։ Օրինակ, ստեղ ունենք sense երկու հատ warning, այս geeks for geeks այդ կայքն է, ու մի հատ ինչ որ warning, որ կուզենք այս նամակը չերևա։ Դրա համար ինչ կարանք անենք, ասում ենք warnings get simple warnings, filter warnings, մաղի filter արա։ Ու ասենք ignore։ Հիմա սա որ աշխատացնենք, այս warning-ները այլևս չեն երևում մեր մոտ։ Կարանք նաև ոնց որ ֆիլտրեր դնենք, օրինակ ասենք ֆիլտրի n բաները, n նամակները, որոնք որ իրանց մեջ պարունակում են show բառը կամ ասենք do not բառը։ Այդտենց ինչ որ էլի տրյուկեր կարանք անենք, բայց այդտեղ մի քիչ regex բանմանա պետք է իմանալ։ Ես էլ այդտեղ մի բան չեմ արել, ոնց որ թե որտեղ երկուսն չի երևում, այս մեկը պետք է երևար։ Բայց ոնց որ ի գիտություն, որ երբ պետք լինի, Google-ը ավելի մանրամասն նայեք։ Հա։ Ու մեկը մի հատ է բան ասեմ, որ դժվար թե շատ տեղերում պետք է, բայց եթե մենք ուզում ենք հենց բռնացնենք warning-ներ sense ասած, ասենք ունենք քառակուսի արմատ հաշվելու ֆունկցիա, որ եթե x-ը 0 է, warn-ը անում, բացական թիվ, ես կվերադարձնեմ 0 ու վերադարձնում է 0 է դեպքում, մնացած դեպքերում արմատն է վերադարձնում։ Այդ error-ը բռնացնելու, այդ warning-ը բռնացնելու համար կարանք ասենք warnings get catch warnings, ու թող դա գրանցի, record-ը հավասար true, ու այս with-ի հետ միշտ ունում ենք as ինչ-որ բան, as code, ու ստեղ ասենք, որ warnings get simple filter always, այսինքն ֆիլտրը հանում ենք, տենց ենք անում, որ միշտ ուղղակի բռնացնի, աշխատացնում ենք -4-ի վրա, ունենում ենք օրինակ assert, վստահեցրու, որ արդյունքը 0-ի է հավասար, երկարությունը 1 է, տենց ինչ-որ ստուգումներ եւ այլն, բայց մեզ կարևոր բանը նա, որ կարանք ասենք այս warning message-ը VM-ն հավասար է code 0, շուտ այս parza անգիր չեք հիշելու, էլի ուղղակի ուզում եմ ցույց տամ, որ sense բան կա ուղղակի։ Ու կարանք ասենք օրինակ VM get կատեգորիայի անուն, VM get նամակ, VM ֆայլի անուն։ Ձեզ mute անեմ մի բա։ Ու մեկ էլ հիշեմ, որ շուտի միշտ բոլորին mute անեմ։ VM get file name, VM get line number, line no։ Այս սաղը թե աշխատացնենք, ինքը բոլոր այդ warning-ները բռնացնելու է, ասենց սիրուն ձևով մեզ ցույց տա։ Եթե օրինակ ուզում ենք warning-ներն է save անենք օրինակ, էլի։ Բայց ես տենց շատ հաճախ ես sense բան որպես այդպեսին չեմ տեսել։ Ուղղակի ամբողջականության համար իմացեք warning-ների հետ կապված ինչ բաներ կան, էլի։ Ամենակարևոր, բայց ուղղակի երևի այդ իմանալն է ոնց warning սարքել, այդ warnings get warn ու ցավոք սրտի պետքա խոստովանել, որ նաև կարևոր է իմանալ ոնց ֆիլտրել ինչ-որ warning-ներ, որ ասենք չգան ամեն անգամ այդ ձեր printer-ի մեջ մտնեն խանգարեն, մի քանի անգամ տեսակ, հասկացանք, չէ։ Այդ կտրվածքով։ Ու հա, հարցեր warning-ներից ժողովուրդ։ Եթե ունեք, ձեր բարձրացրեք։ Լավ։ Ֆունդամենտալ ոնց որ այս error-ների հարցը լուծելուն կա երկու մոտեցում։ Մեկը կոչվում է EAFP, մեկը LBIL-ը, ավելի կոնկրետ easier to ask forgiveness than permission, ավելի հեշտ է խնդրել ներողություն, քան թույլտվություն, ու look before you leap, նայի մինչև քայլ անելը, այսինքն 7 կտրիր 1 չափիր հայերենով ասած։ Այստեղ մի հատ դեպի լավ նյութ հղում է դրած, ու կոնցեպտուալ որն է մոտեցումները, որ մի դեպքերն է ասում ենք ծրագրավորողս քեզ փող ենք տալիս, նստի հասկացի բոլոր դեպքերը, որտեղ որ կարա խնդրեմ լինի, if-երով հարցերը լուծի։ Ոչ թե ուղղակի ասա except exception, թող ինչ ուզում անգնի մեջ է, այդ դեպքում հարցը լուծի։ Այսինքն թույլ մի տող նրան, որ կոդը աշխատի, error ընկնի, այդ error-ը except-ը բռնացնի ու նոր աշխատի։ Չէ, վստահեցրու, որ ոչ մի error չի լինում։ If-երով բռնի հարցերը լուծի ամեն ինչի։ 7 կտրիր 1 չափիր։ Սաղ վստահ է, որ ճիշտ է աշխատում, նոր աշխատացրու։ Այդ մի մոտեցումն է։ Մյուս մոտեցումն էլ է ավելի հեշտ է ներողություն խնդրել, քան թույլտվություն։ Այնա որ ասում ենք դե թող աշխատի էլի կոդը,
Պրոբլեմ լինի, կլուծենք պրոբլեմը դե հիմա։ Այդտենց բան։ Այսինքն օրինակի համար ասենք եթե ունենք x ու 5-ը բաժանում ենք x-ի, բանը այդ ավելի հեշտ ներողություն քան թույլտվություն մոտեցումը կլինի ուղղակի այս սաղ try-ի մեջ բռնել գցել ու մի հատ այդտեղ accept անել։ Ահա։ Իսկ բան մոտեցումը կլինի օրինակ ասել x-ը հավասար է ինչ-որ մի բան ու ստուգել ասել, եթե x-ը 0 է, տպել որ 0-ի չի կարելի բաժանել։ Եթե x-ի տեսակը string է, կարող ենք type x հավասար string, սա ավելի ճիշտ ձևն է, հետո կսովորենք սա։ Ասել ենք օրինակ string չի կարելի։ Ու մնացած դեպքերում արդեն նոր ասել դե թիվը բաժանի 5-ի, այստեղ ասեց string չի կարելի օրինակ։ Հա, ու error գցեց, որտեվ բան, այս պետքա սենց անի։ Else-ի դեպքում պետքա թիվը տպեի։ Այս բանը մի քիչ նաև լեզվից է կապված էլի, թե որ մոտեցումը ավելի շատ օգտագործել։ Այն լեզուներում, որտեղ արագությունը շատ կարևոր է, գուցե ասենք exception-ները շատ ավելի անթույլատրելի բան լինեն։ Ես տենց օրինակ մեկին գիտեմ, որ հենց C++-ով է աշխատում, իրենց կամպանիայում օրինակ օրենք է դրած, որ exception չենք օգտագործում։ If-երով else-երով, if-երով բանով հարցը լուծեք, ոչ մի except։ Python-ը որ տենց չի շողում արագության բանով, Python-ի դեպքում շատ ավելի ընդունված մոտեցումը է այդ ուղղակի ներողություն քան թույլտվություն մոտեցումը։ Ես խորհուրդ կտամ ոնց որ երևի ամենաշատը բան անել։ Այն ինչը գիտեք ոնց կբռնացնեք, օրինակ հավասար է 0 ստուգելը։ Ու այն ինչը շատ երկար ժամանակ չի տևի իրագործել, արեք հենց ուղղակի կոդ գրել ստուգելով։ Մնացած բաները արեք արդեն ինչ եղավ։ Այսինքն ինչքան կարաք պատրաստված եղեք, բայց նենց չի դոգմա է պետք սարքել ու մինչև տենց կրիտիկական կետի հասցնել, կարաք երևի օրինակ սկսեք ինչ-որ թեթև մի քանի բանի հարցեր այդ if-երով լուծելով, հետո ժամանակի հետ ինչքան շատանա error-ները ու ինչքան լավանակ այդ error-ները բռնացնել ու լուծելուց գնալով շատացնեք այդ if-երով մոտեցումները, որ except-ները շատ չլինեն։ Հա, ես երևի տենց խորհուրդ կտամ վարվել։ Ու այս մոտեցումների թեմայից ինչ-որ հարցեր։ Լավ, մեկ էլ խոսանք ուղղակի նայենք այս exception-ների հիերարխիան ոնց է։ Ամեն ինչի վերևում կա base exception կոչվող տեսակը, լավ, այս class-ը անվանում, եկեք տեսակ անվանեմ իրան։ Base-ը ոնց որ այն հիմնական exception, իր մեջ մտնողներից, մեծ ծանոթներից կա օրինակ keyboard interrupt-ը, Այդ նա որ աշխատացնում ենք ու հենց կոդում հենց մենք stop ենք տալիս։ Մի հատ ինչ-որ երկար կոդ է ինձ պետք որ հասցնեմ դա ցույց տամ։ Դե երբ որ երկար կոդ է պետք, օգնականը time get sleep-ն է։ Կամ լավ եկեք հենց այդտեղ առանձին բանով ցույց տամ։ Եկեք ստե ինչ-որ ժամանակ դնեմ։ Եթե հենց ոնց որ մենք ինչ-որ կոճակ սխմելով stop ենք տալի ծրագրի աշխատանքը։ Այդ կարելի է օրինակ VS Code-ում այս կոճակին սխմելով կամ եթե տերմինալում է կոդը աշխատում Ctrl+C սխմելով նայեք վերեց keyboard interrupt։ Այդտենց error գցեց։ Ու իր հետ նույն մակարդակի կա նաև exception։ Այստեղ system exit բանման սրանք չգիտենք, կա նաև օրինակ exception տեսակը, որը որ այսօր հանդիպել ենք ու մնացած ամեն ինչը արդեն իր երեխեքն են լինելու, իր ժառանգները։ Օրինակ հանրահաշվական սխալ։ Հանրահաշվական սխալի մեջ մտնում է 0-ի բաժանման error։ Assertion error, սա էլ տեսանք։ Attribute error, այսինքն որ ինչ-որ բան ենք ուզում, ինչ-որ օրինակ ասում ենք, ինչ-որ list ունենք, ասում ենք list get please count, ասում է please count չունեմ, թողա count։ Import-ների error, որի ենթադեպ կա module not found error-ը։ Այս index error ու key error-ը փաստորեն
lookup error-ի մասեն։ Lookup արժեքը գնա նայի ու նայելուց կարա problem լինի index-ի հետ կապված ու dictionary-ների դեպքում key-ի հետ կապված։ Ու տենց խառը error-ներ ունենք։ Սա ուղղակի եթե հետաքրքիր է, կարաք մի անգամ նայեք, կարդաք։ Ու նաև կա mute խի չի աշխատե։ Mute all։ Ու նաև կա warning-ը, որը որ warning-ը էլի այդ exception-ի ենթատեսակ է, ուղղակի փափուկ ենթատեսակ է։ Իր դեպքում error-ներ տենց շատ չեն բանանում, ջղայնանում բացահայտվում։ Ուհա։ Հարցեր ժողովուրդ։ Բարի։ Մեկ էլ վերջում ասեմ, որ հնարավոր է նաև ստեղծել մեր սեփական error-ները։ Այդ դրա համար կլասներ թեման է պետք գալու ու ժառանգականություն թեման, որը որ մի երկու շաբաթից ենք անցնելու։ Ուղղակի եթե կոդի մակարդակով ցույց տամ, կարանք ասենք class մեր սեփական exception ու փակագծերում գրենք exception, այս class-ը ինչ է, փակագծում գրածը ինչ է, կարևոր չի։ Կարանք ուղղակի գրենք մեջը pass օրինակ։ Ոստեղ եթե ասենք սերը հավասարային input կարգին հաղորդում սիրում եք թե չէ, եթե ասենք եթե հավասար չի, raise արա ու արդեն մեր տեսակ error-ը, մեր սեփական exception։ Սա որ աշխատացնենք, տեսնենք որ գցեց մեր սեփական exception տեսակի exception։ Հա։ Ինչը նաև էլի մեծոտ պրոյեկտներում պետք է գալիս, որ այդ value error, name error բանանը մեզ բավարար չի լինում։ Մենք պետք է հստակ մեր սեփականները սարքենք, որտեղ որ շատ ավելի լավ կարտացոլի թե ինչ իրավիճակ է, որ նաև հետո կարողանանք օրինակ իրանց էլ բռնացնենք։ Ու հաջորդ, այսքանն էր տեսությունը։ Եթե հարցեր չունեք, ես տնայինը կասեմ։ Սաղ 10-ից հարցեր, կարամ բովանդակությունը մի հատ բացեմ վերհիշեք։ Լավ լրիվ չի երևում, բայց դա։ Հինգ, 4, 3, 2, 1։ Okay, տնայինը էլի պրոյեկտ է, ու ցանկալի է պրոյեկտը անեք GitHub-ի ռեպոզիտորիայով ու ամենասկզբից, ոչ թե շատ եմ տեսել սկսնակ փուլում, որ բան են անում մարդիկ։ Սաղ պրոյեկտը անում են, հետո գցում են GitHub, GitHub-ը Google Drive-ից տարբերվում է նրանով, որ իրան պետք է օգտագործել ամենասկզբից, որ ինքը վերսիաների կոնտրոլ անի առնվազն։ Խորհուրդ կտամ ամենասկզբից սարքել GitHub-ի repo, մեջը կոդը գրել ու ցանկալի է մաքուր գրել, որ միանգամից գա պորտֆոլիո։ Ուհա։ Կոդը լինելու է մի քիչ կապված մեր ժամանակին արած գործնականի հետ, parol-ների գեներատոր ու վալիդատոր, որ ստուգում է ամեն ինչ օքեյ է թե չէ։ Պետք է սարքել ֆունկցիա, որ կվերցնի ինչ-որ երկարություն բաների, տողերի, parol-ի երկարություն։ Կսարքի տենց parol ու անպայման կստուգի, որ գոնե 6 նիշ լինի երկարությունը, եթե մարդը օրինակ ասում է 5 նիշանի սարքի, value error բարձրաձայնի։ Ու իր ներսում assert-ներով ստուգի, որ երկարությունը եւ այլնը տենց ինչ որ կրիտերիաների բավարար են։ Օրինակ մեջը լինի մի հատ տառ, մի հատ մեծատառ, մի հատ փոքրատառ, մի հատ թիվ, մի հատ հատուկ նիշ ու տենց։ Առանցին ունենալ մի հատ password validator, որ օրինակ եթե parol ունենք արդեն, իրան տանք ու ինքը ստուգի այս հետեւյալ բաները, մեծատառ, փոքրատառ եւ այլն, որ ասում էի։ Եթե ամեն ինչ օքեյ ասի, օքեյ, եթե չէ, value error անի ու ասի թե ինչ error ունենք։ Ու այս ոնց որ ժողովուրդ, ընդհանուր ասեմ, ոնց որ GPT-ի հետ միասին գրած տնայինը, որը որ իրականում այս try except-ների համար ինչ շատ դուր չի եկել, ավելի լավ տնային չեմ մոգոնել, դրա համար եմ սա դրել։ Ուզում ասեմ, պարտադիր չի քայլ առ քայլ ինչ գրածա ստեղ կատարեք, եթե ինչ որ բայի ավելի հետաքրքիր բան է ձեր մտքով անցնում, կարաք այդ սարքեք, կա ինչ որ բան ավելի ձանձրալի է թվում, գիտեք որ դե լավ, այսրանից նոր բան չենք սովորի, կարաք բաց թողեք ու կարաք նաև feedback տաք։ Ես օրինակ մինչև հիմա մտածում եմ ինչ լավ
try-except-ների համար տնային է կարելի տալ, էլի պրոյեկտային օգնած կլինեք։ Հա, ու եթե ուզեք կարող եք սարքեք ոնց որ ինտերֆեյս, որ մարդը մտնի, ասի, այս եմ ուզում, այն եմ ուզում, հեսա օրինակ գնանք, ալի հասկանալի կլինի։ Ու հա, կարևորը ոնց որ error handling-ը անեք try-except-ներով, կարող finally else-ը ավելացնեք, եթե խելքին մոտ կլինի, assert-ներ էլ օգտագործեք, էդ էլ որ բան անեք, վերհիշեք։ Ու կարող ոնց որ սիրուն կոմենտներ դնեք, դոկումենտացիայի string-եր դնեք, ու տենց։ Աշխատող ծրագրի օրինակ կարա լինի, ասենք հարցնի, դու ուզում ես նոր parol սարքես, ասի yes, ասի ինչ երկարությամբ, ասի 10, ու ինքը parol-ը սարքի ու ասի parol-ի հետ օքեյ է ամեն ինչ։ Կամ օրինակ եթե ասենք ուզում ես նոր parol սարքես, ասի չէ, այդ դեպքում ասի դե ասա ինչ parol ունես, ես ստուգ եմ, parol-ը տա, ասի օքեյ ամեն ինչ։ Կամ parol-ը տա, ասի չէ, problem կա, password must contain գոնե մի հատ մեծատար։ Կամ օրինակ շատ կարճ է։ Ու տենց ժողովուրդ։ Նաև մի դեպք էլ որ եթե ասի նոր parol եմ ուզում սարքեմ ու երկարությունը 5 ու գրի 5-ը FIVE, կարակ ասեք կներես պետքա թիվ մուտք տար, ոչ թե գրեիր տառերով թե ինչ երկարություն ես ուզում։ Օրինակ դատարկ տեքստա, ասես բան, չի կարա դատարկ լինի parol-ը, գոնե մինիշ պետքա լինի։ Մի խոսքով, տենց խառը խշտիկ բռնել ստուգումներով անցնել, որ սա նորմալ լինի, error-ներ բարձրացնելով եւ այլն։ Նաև profound-ում կա exception-ների հետ կապված տնային, profound-ի միջին մակարդակում։ Ուղղակի profound-ի հետ հերթականությունը չի բռնում հիմա թեմաների, profound-ը անում է կլասներ, ժառանգականություն, բանման այդպես թեմաներ, հետո գնում է exception-ներ, մենք գնում ենք exception-ներ, հետո ենք գալիս է դրան, դրա համար այս exception-ների տնայինի մեծ մասը անհասկանալի բաներ կներառի ձեր համար, բայց եթե profound-ական տնային սիրում եք, կարող ուղղակի նայեք, մեջներից ինչը կարանա կանեք, բայց ես ավելի շատ նախապատվություն արդեն այս փուլից կտամ բաներին, էլի, ես խորհուրդ կտամ ավելի շատ պրոյեկտներ անել, քան թե հատիկանոց տնայիններ, էլի։ Ու հա, իմ կողմից այսքանը ժողովուրդ, եթե մարդ կա, որ խումբ նոր միացածներից է, ինձ հետաքրքիր կլինի, եթե ասեք, որտեղից եք իմացել խմբի մասին, որտեղ ինչ որ անսպասելի լիքը մարդ միացավ, ուղղակի շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք դրանով, կարաք նամակով, կարաք հիմա, կարաք ոնց ուզեք։ Ու հա, էլ ուրիշ ասելու բան չունեմ ես։ Դրա համար մի քիչ սպասենք, եթե հարց չկա, հարց չլինի, արդեն ծվրվենք։ Դա մի բան էլ ասեմ, որ ուրբաթ օրը գործնական չենք անի այս թեմայից, այսինքն հենց try-except-ների նվիրված գործնական կոնկրետ չի լինելու, որտեղ իրանք ավելի շատ տենց կողքից թեմա են, էլի, ինչ որ կոդ գրում ենք, հետը միասին try-except անենք, էլի, ես նպատակարար չեմ գտնում, էլի, մի դաս հենց հատկացնենք try-except-ներին։ Հավանաբար կանենք կամ ավելի տենց ընդհանրական գործնական, ինչ որ պրոյեկտոտ բան, կամ ուղղակի տեսությամբ առաջ կշարժվենք, գուցե նաև անենք ոնց որ տեսության բացերի լրացման տեսություն, այսինքն օրինակ ֆունկցիաներից մի քիչ բարդ գաղափար, որ այն ժամանակ չեն կարել, հիմա կանենք, կամ էլ ուղղակի կշարժվենք դեպի կլասների թեմա։ Հələ չեմ որոշել ոնց կանենք։ Հա, ուրբաթ կտեսնենք։ Հիմա արդեն հաստատ ոչ մի ասելու բան չունեմ, նենց որ եթե դուք ոչ մի բան չհարցնեք, չասեք կամ ինչ որ բան, դասը կավարտենք։ Մեկ, երկու, երեք, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Արդար կլիներ հակառակ հերթականությամբ հաշվել, որ իմանանք մինչև ուր եմ հաշվում, բայց դե արձանագրեցինք, որ երևի հաստ չկա, հենց որ ձեզ լավ օրվա ավարտ ու մինչ ուրբաթ, կամ եթե հարցեր լինի, մինչ ավելի շուտ։ Հաջողներ։